Ողջույն ձեզ, սիրելի հավատացյալներ։ Այսօրվա ավետարանը մեզ դնում է շատ կարևոր հարցի առաջ։ Արդյոք մենք ընդունում ենք Աստծո խոսքը միայն այն ժամանակ, երբ այն մեզ գոհացնում է, թե այն ժամանակ նաև, երբ այն բացահայտում է մեր սխալը, մեր փակ սիրտը և մեր հոգևոր ինքնաբավությունը։ Քրիստոս Նազարեթի ժողովարանում հիշեցնում է երկու դեպք հին կտակարանից։ Եղիայի օրով Իսրայելում բազում այրիներ կային, բայց մարգարեն ուղարկվեց Սարեփթայի օտար այրու մոտ։ Եղիսեի օրով Իսրայելում բազում բորոտներ կային, բայց մաքրվեց Նեեմա ասորին։ Այս խոսքերը ցնցեցին լսողներին, որովհետև Տերը նրանց հիշեցրեց, որ Աստծո շնորհը չի սահմանափակվում ազգով, ծագումով, արտաքին պատկանելությամբ կամ կրոնական հպարտությամբ։ Աստված նայում է սրտին, հավատին, խոնարհությանը և պատրաստակամությանը։ Նազարեթի բնակիչները կարծում էին, թե իրենց հատուկ իրավունք ունեն Քրիստոսի վրա, որովհետև նա իրենց քաղաքից էր։ Բայց Տերը նրանց ցույց տվեց, որ հարազատ լինելը միայն արտաքին ճանաչողությամբ չէ, կարելի է մոտ լինել Քրիստոսին անունով, եկեղեցական սովորությամբ, ավանդությամբ, բայց հեռու մնալ նրանից սրտով։ Կարելի է լսել ավետարանը, բայց չընդունել նրա ճշմարտությունը, եթե այն պահանջում է ապաշխարություն։ Սիրելիներ, այսօր Քրիստոս մեզ հրավիրում է բացել մեր սիրտը, չհպարտանալ միայն նրանով, որ մենք քրիստոնյա ենք, եկեղեցու զավակ ենք, մկրտված ենք կամ ավանդություն ունենք։ Այդ բոլորը մեծ օրհնություն են, բայց նաև մեծ պատասխանատվություն։ Աստծո շնորհը ընդունելու համար պետք է խոնարհություն, կենդանի հավատ և պատրաստակամություն փոխվելու։ Թող Տերը մեզ ազատի հոգևոր հպարտությունից, բացի մեր սրտերը իր խոսքի առաջ և արժանացնի մեզ այն հավատին, որ ունեցան Սարեփթայի այրին և Նեեմա ասորին, որպեսզի Քրիստոս ոչ թե անցնի և հեռանա մեզանից, այլ մնա մեր մեջ, բժշկի մեզ, լուսավորի մեզ և առաջնորդի դեպի փրկություն։ Ամեն։